Հանդես եթերում Boxing Time-ն է։ Հայաստանի պատանիների առաջնությանը մասնակցող 250 բռնցքամարտիկներից ռինգում մնացել են ուժեղագույնները։ Անկասկած նրանցից յուրաքանչյուրն արժանի է չեմպիոն դառնալու, բայց սպորտում որպես կանոն հաղթում է մեկը։ Մնացեք Boxing Time-ի հետ եւ կիմանաք, թե ովքեր են Հայաստանի առաջնության չեմպիոնները։ Չեմպիոնական մենամարտերում առաջինը պայքարի դուրս եկան աղջիկները։ 46 կիլոգրամ քաշային կարգում հաղթող դարձավ Սյուզաննա Իշխանյանը, ով երկրորդ ռաունդում բացարձակ առավելությամբ հաղթանակ տոնեց Նարէ Դալաքյանի նկատմամբ։ Օրվա առաջին հաղթանակն ու առաջին չեմպիոնությունը Սյուզի Իշխանյանինն է 46 կիլոգրամ քաշային կարգում։ Սյուզի առաջին մենամարտն անցկացրեցիր Հայաստանի առաջնության եզրափակիչում, ինչ կասես անցկացրած այդ մենամարտի մասին եւ հաղթանակի մասին։ Մենամարտը ստացված էր, ճիշտ է մի քիչ թերություններ կան, ընթացքում այդ թերությունները կաշխատենք վերացնել, որ ել ավելի լավ հանդես գանք Եվրոպայի առաջնությունում ու մեդալի գույնը փոխել դեպի ոսկի։ Լարվածություն կար, որ եզրափակիչի առաջին մենամարտը դու ես անցկացնում։ Ավելի շատ դրանից էր լարվածությունը, սովեմ էլ չի կրկնվի հենց բան։ 48 կիլոգրամ, այստեղ հաղթողը Նանա Բալասանյանն էր, ով առաջին ռաունդում իր գրողներով վճռեց մենամարտի ելքը, առավելության հասնելով ժամանակից։ 50 կիլոգրամ քաշային կարգում իր բարձր կարգը հերթական անգամ հաստատեց Համեստ Աֆրիկյանը, հաղթանակի հասնելով առաջին ռաունդում։ Պատանիների Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանը հաղթում է ևս մեկ անգամ Հայաստանի առաջնությունում եւ շարժվում է հերթական չեմպիոնության։ Համեստ, շնորհավորում եմ, շատ վստահ հաղթանակ տոնեցիր, ինչ կասես անցկացրած այդ մենամարտի մասին, արդյոք արեցիր այն, ինչ պլանավորել էիր։ Մերսի շատ, այդքան էլ դժվար չէր, բայց ես չէի պլանավորել այսպես շուտ ավարտեի բոյը, բայց շատ լավ էր, ես գոհ եմ, հուսամ այս տարի կդառնամ եւս Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն։ Անցած տարի դառա Եվրոպայի չեմպիոն, այս տարի պետք է կրկնեմ, չեմպիոն դառնալ շատ հեշտ է, չեմպիոն տիտղոսը պահպանելն է շատ դժվար։ Հիսուն կիլոգրամ քաշային կարգում ուժեղագույնը Լիաննա Ժամհարյանն էր, ով 5-0 հաշվով հաղթեց Յաննա Գևորգյանին։ 57 կիլոգրամ քաշային կարգում մրցում էին Անահիտ Հարությունյանը եւ Նազելի Ավակյանը։ Առաջին ռաունդում Անահիտը հաղթեց 5-0 հաշվով, իսկ երկրորդում մեծացնելով առավելությունը հաղթեց Ժանտուկիչը։ Պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Անահիտ Հարությունյանն արդեն 4-րդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն։ Անահիտ, այս չեմպիոնությունն ինչով առանձնացավ։ Շատ ուրախ եմ, որ նորից կարողացա հաղթահարել այս շրջանը եւ մտածում եմ, որ ելի առաջ կգնամ։ «60 կիլոգրամում իրեն հավասարը չուներ Աննա Մանուկյանը, իսկ 66 կիլոգրամ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Վիկտորիա Սահակյանը։ «70 կիլոգրամ քաշային կարգում Մանե Հարությունյանը 5-0 հաշվով հաղթեց Մերին Մանջոյանին։ 60
Հայաստանների եզրափակիչները սկսվեցին 46 կիլոգրամ քաշային կարգում Սուրեն Բաբլումյան Վաղինակ Հակոբյան դիմակայությամբ։ Բաբլումյանը մենամարտի առաջին իսկ վայրկյանից բարձր տեմպ առաջարկեց, ինչին Հակոբյանը պատրաստ չէ։ «48 կիլոգրամ քաշային կարգում մրցում էին Հակոբ Շարբաթյանը և Լևոն Հարությունյանը։ Վերջինս ընտրել էր հարձակվողական մարտավոր, իսկ Շարբաթյանը փորձում էր դիմավորել մրցակցին։ Առաջին երկու ռաունդներում Հակոբը հաղթեց 3-2 հաշվով։ Երրորդ ռաունդում Լևոնը գնաց առաջ, փորձելով հետ բերել կորցրածը, սակայն Շարբաթյանը դրան պատրաստ էր և դրագետ գրողներով ռաունդը, ինչպես նաև մենամարտը հասցրեց հաղթական ավարտ։ Միևնույն փորձն է քաշվել։ Հակոբ Շարբաթյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն, նախորդ անգամ կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում էր։ Հակոբ, նախ ինչպես անցավ ռինգում մենամարտը, արդյոք շատ էր տարբերությունը կրտսեր եւ ավագ տարիքի պատանիների ռինգի միջև։ Տարբերությունը մեծ է, տևողությունն է երկար մենամարտի, ամեն մրցակիցները ավելի ուժեղ են դառնում գնալով ու գնալով մեր դեմ ավելի շատ են պատրաստվում։ Այս տարի մի քիչ դժվար էր, բայց ավելի լավ ենք պատրաստվել, դրա համար Աստծո կամոք այս տարի չեմպիոն դարձանք։ Եզրափակիչը բարձ ստացվեց։ Այո, բարդ էր, որովհետև դիմացինս էր բավականին ուժեղ մարզիկ էր, իմ ընկերներ, բայց բավականին լավ մենամարտ անցկացրեցինք ու վստահ եմ, որ ինքն էլ ապագայում մեծ հաջողությունների կհասնի։ «50 կիլոգրամ, այստեղ դրության տերը Տիգրան Կիրակոսյանն է, ով հիանալի մենամարտ անցկացրեց և 5-0 հաշվով առավելության հասավ Աշոտ Մարտինյանի նկատմամբ։ Վլադիմիր Ենգիբայանի մարզադպրոցի սան Տիգրան Կիրակոսյանը հաղթող դարձավ 50 կիլոգրամ քաշային կարգում։ Տիգրան ջան, նախ շնորհավորում եմ չեմպիոն դառնալու կապակցությամբ, հեշտ տրվեց չեմպիոնությունը։ Քանի մենամարտ ես անցկացրել ու որն էր ամենաբարդը։ Շնորհակալություն շնորհավորանքի համար, անցկացրել եմ 4 մենամարտ, ամեն հակառակորդս մեկը մեկից ուժեղ է եղել, բոլոր մենամարտերն էլ բարդ էր, կարողացա իմ տեխնիկայի և ֆիզիկական պատրաստականությամբ հաղթել մարզիկներին։ Ինչ նպատակ ես դրել այս մրցաշրջանում քո առջև։ Աստված առաջ ունենք Եվրոպայի և աշխարհի առաջնություն, ամեն ինչ անելու եմ, որ դառնամ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Գերլարված ստացվեց 52 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչը, որում մրցեցին Միքայել Մխիթարյանը և Վլադիմիր Մշեցյանը։ Համառ մենամարտում ավելի դիպուկ գտնվեց Մշեցյանը, հաղթելով բոլոր ռաունդներում 3-2 հաշվով։ 54 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայկ Կարապետյանը և Սեյրան Սաքանյանը։ Կարապետյանի առավելությունը շոշափելի էր, ինչի ապացույցը եղավ հաղթանակը բոլոր 3 ռաունդներում և նույն 5-0 հաշվով։ «57 կիլոգրամ քաշային կարգում Կարեն Զախարյանի մրցակիցը Գորգ Չափանյանն է։ Զախարյանը դիպուկ հարվածներով առաջին 2 ռաունդներում հաղթեց 5-0 հաշվով։ Երրորդ ռաունդում Չափանյանը գնաց առաջ, փորձելով հետ բերել կորցրածը, սակայն ապարդյուն։ Մենամարտը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Կարեն Զախարյանը։
Կողքից այս բռնցքամարտիկը 2023 թվականին կրտսեր տարիքի պատանների Եվրոպայի առաջնությունում դարձել էր չեմպիոն։ Այժմ ուժերն է փորձում արդեն ավագ տարիքի պատանների Հայաստանի առաջնությունում Կարեն Զաքարյանն է։ Կարեն, ինչպես կգնահատես մրցելույթը, ինչ կասես մրցակցիդ մասին, արդյոք արեցիրային ինչ ցանկանում էի։ Շատ լավ բոյեր եմ անցկացրել մինչև ֆինալ հասնելը։ Անիպեսի ուժեղ բռնցքամարտիկների անցկացրեցի 4 մենամարտ։ Ֆինալում մրցեցի մի քիչ ուժեղ բռնցքամարտիկի հետ։ Էլի պայքարը դժվար ստացվեց, բայց դե կարողացանք հասնել մեր նպատակներին։ Վերջին տարիներին Հայաստանում բավականին շատ մրցաշարեր են անցկացվում, օրեր անց է սպասվելու է արդեն միջազգային ևս մեկ մրցաշար, որքանով են սա նպաստում արդեն եվրոպական ռինգերում ավելի ուժեղ լինելու համար։ Դե այդպիսի մրցաշարերը մենակ մեզ օգուտ են տալիս, որովհետև միջազգային մրցաշարերում մենք փորձում ենք ավելի շատ հանդես գալ եւ ավելի շատ փորձ ենք ձեռք բերում միջազգային մրցաշարերից։ Ինչ նպատակ ես դրել այս տարի։ Այս տարի ունենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն։ Նպատակս միայն մեկն է, որպեսզի Եվրոպան եւ աշխարհը հաղթանակած վերադառնան։ Զրուցակիցս մեր վետերան բռնցքամարտիկներից Ներսես Վարպետյանն է, որը բնակվում է Ամերիկայում եւ Երևան է եկել ու հետևում է պատանների Հայաստանի առաջնությանը։ Պարոն Վարպետյան, նախ բարի գալուստ Երևան, հետևում եք Հայաստանի առաջնության մրցելույթներին, ինչպես կգնահատեք հայկական բռնցքամարտի ներկայիս վիճակը։ Նախ կուզենամ առիթից օգտվելով շնորհավորեմ Լոս Անջելեսի բոլոր բռնցքամարտիկների կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային, բոլոր մարզիչներին, մրցավարներին գեղեցիկ լավ կազմակերպելու համար այս մրցաշարը եւ ցանկանում եմ բոլոր մարզիկներին բավականին բարձր հաջողություններ միջազգային արենայում։ Ցանկանում եմ ամենալավ բանը շատ գեղեցիկ աշխատանք է կատարվում։ Ցանկանամ, որ ավելի լավ լինի իհարկե աշխատանք կատարելու, բայց բավականին լավ է այսօրվա դրությամբ։ Գոհ եք մարզիկների մրցելույթից։ Շատ լավ է, շատ գեղեցիկ գրագետ աշխատանք են կատարում։ Կան լավ երեխաներ, որ կարան ավելի բարձունքների հասնեն, բայց լավ աշխատանք ա ուզում, քանի որ իրանք պատանիներ են, վաղը միսօր երբ որ դառնան ավելի մեծահասակների արդեն ավելի գրագետ լավ բոքս կատարում։ Դուք ապրում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պահում եք կապը հայկական բռնցքամարտի հետ, կապ կա ձեր ավագ ընկերների հետ, ձեր սերնդակիցների հետ։ Միշտ կապը կա, ես ամեն տարի գալիս եմ, միշտ հետևում եմ բռնցքամարտի բոլոր մրցումներին, բոլոր իմ ընկերներին հանդիպում եմ, ցանկանում եմ բոլորին առողջություն եւ հաջողություն։ 60 կիլոգրամ քաշային կարգում Սուրեն Կատվալյանի մրցակիցը Էմիլ Վարդանյանն է։ Կատվալյանի գրոհները շատ բազմազան էին, ինչին ողջ մենամարտի ընթացքում Վարդանյանը ոչինչ չկարողացավ առաջարկել։ Սուրեն Կատվալյանը հաղթեց 5-0 հաշվով։ 60 կիլոգրամ քաշային կարգում Սուրեն Կատվալյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն։ Սուրեն, նախ շնորհավորում եմ լավ մենամարտի կապակցությամբ, մրցակիցդ էլ շատ լավն էր, բայց արժանի չեմպիոնական պայքար էր։ Ինքդ ինչպես կգնահատես ու ինչպիսի նպատակներ ունես մրցաշրջան 2025-ում։ Շատ լավ, շատ ենք պատասխանել այս առաջնությանը եւ նպատակներս Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելն է։ Վստահություն կա, արդեն երկրորդ անգամ ես Հայաստանի չեմպիոն։ Վստահություն կա, հարկասու հաջողվեց երկրորդ անգամ դառնել Հայաստանի չեմպիոն։ 63 կիլոգրամ քաշային կարգում Էրիկ Ապելյանը մրցում էր Կամո Վարդանյանի հետ։ Առաջին ռաունդում զիջելով 5-0 հաշվով Վարդանյանը չեմպիոնական կամք ցույց տվեց, եկելով մենամարտի ընթացքը։ Նա նախ իր օգտին ավարտեց երկրորդ ռաունդը 4-1 հաշվով, իսկ երրորդ ռաունդում հաղթելով 5-0 հաշվով գրեց դիմակայության վերջակետ։ 66 կիլոգրամ քաշային կարգում Արսեն Կարապետյանը ուժեղ է Ռոմիկ Հարությունյանը։ Մենամարտ անցավ շատ հավասար պայքարով, ինչի ապացույցը դարձավ վերջնական 3-2 հաշիվ։ 70 կիլոգրամում մրցեցին Նարեկ Կիրակոսյանը եւ Ռոբերտ Էրվինյանը։ Հաղթելով առաջին ռաունդում 5-0 հաշվով, Կիրակոսյանը մի փոքր թուլացրեց տեմպը։ Երկրորդ ռաունդում հաղթելով 3-2, իսկ երրորդ ռաունդում 3-2 հաշվով արդեն հաղթեց Էրվինյանը։ Ընդհանուր 4-0 հաշվով հաղթեց Կիրակոսյանը։
Չեմպիոնական բնավորություն ցույց տվեց 75 կիլոգրամ քաշային կարգում Էդգար Սուքիասյանը։ Առաջին ռաունդում նրա մրցակից Արմեն Աղինյանին հաջողվեց հաշիվ բացել եւ հաղթել այն 4-1 հաշվով։ Բեկումնային եղավ երկրորդ ռաունդը, հաղթելով այն 3-2 հաշվով, Սուքիասյանը երրորդ ռաունդում արդեն ավելի թարմ տեսք ուներ եւ կարողացավ զարգացնել հաջողությունը, մենամարտը ավարտելով 3-2 հաշվով իր օգտին։ «80 կիլոգրամ քաշային կարգի եզրափակում մրցեցին Միքայել Գյուլումյանը եւ Դավիթ Մկրտչյանը։ Գյուլումյանի առավելությունը ակնառու է։ Նա բոլոր 3 ռաունդերում հաղթեց եւ առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Գերծաներների եզրափակիչը շատ դիտարժան ստացվեց։ Առաջին ռաունդում հաղթեց Հրաչ Խաչատրյանը 3-2 հաշվով։ Այնուհետև իր խոսքը ասեց Արամ Թումանյանը։ Տեկելով մարտի ընթացքը նա առավելության հասավ 4-1 հաշվով։ Զրուցակիցս ավագ տարիքի պատանների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանն է։ Պարոն Գրիգորյան, ինչպես կգնահատեք մեր մարզիկների մրցելույթը 2025 թվականի Հայաստանի առաջնությունում։ Նախ ես ուզում եմ շնորհավորել բոլոր չեմպիոններին եւ մրցանակակիրներին, ասեմ, որ այս տարվա թիմը մեր երիտասարդ թիմ է, շատերը համալրված են երիտասարդ տղաներով, որտեղ Պատրոսկայից եկել են ավագ տարիքի պատանիների թիմ, խոստումնալից տղաներ շատ կան, ասեմ, որ շատ աշխատանքներ է պահանջում մասնակցելու Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը։ Ուրվագծվել են այն բռնցքամարտիկները, որոնց կուզեք տեսնել եվրոպական եւ աշխարհի ռինգում։ Այո, ունենք 4-5 քաշային տղաներ, որոնց վրա մեծ հույսեր ունեմ, անուններ չտամ, երևի ոչ լավ աշխատենք, կշատանան այդ լավ տղաները։ Ինչ աշխատանք եք անելու բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի հետ, որպեսզի լավ տեսք ունենան Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունում։ Աշխատանք ենք տանելու, նախ ես շնորհակալություն եմ հայտնում Հովհաննես Հովսեփյանից մեզ աջակցելու համար, որովհետև մեր ծրագրերը լրիվ փոխվեց, մենք մեկ հավաք անցկացնենք թե Աբովյանում կամ Ծաղկաձորում ֆիզիկական պատրաստականություն համար, իսկ հաջորդ հավաքը, որ պետք է լիներ Աբովյան քաղաքում, մեր ֆեդերացիայի նախագահի շնորհիվ մի քանի թիմեր ներկա են լինելու Սերբիայում, որից մեկը մենք ենք, համատեղ անցկացնելու ենք հավաքներ։ Դա մեծ արդյունք է սպասվում։ Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունն ավարտված է, ուժեղագույններին սպասվում է Վանաձորում կայանալիք միջազգային մրցաշարը, իսկ մեր առաջին համարները կմասնակցեն արդեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։ Եթերում բոքսինգ թայմներ, կհանդիպենք